Իսկ ինչի ես չլսեմ հոգում։ Որովհետև երբ որ ժամանակ կա փոխվելու, այդ մի անցկացրու հենց նենց։ Ռազմաճակատում գործող մարդիկ ավելի կարևոր է խաղաղ ժամանակ նախապատրաստվելը, որ այնտեղ մտածելակերպը այդ օրը չես կարող փոխել, որակը չես կարա ձեռք բերես։ Բնավորության գծերը այդ օրը չես կարող կարեկցիա անել, դու չես կարող։ Եթե դու մինչև այսօր տենց ես եկել, այդ օրը կորոշես, այն ինչպիսին դու կաս։ Ամենակարևորը մարդու որակն է։ Որակը երևում այն ժամանակ, երբ որ քեզ ձեռք չի տալիս արդեն։ Երբ որ ժողովուրդը անապատում էր, ոչ մի բան չուներ կիսելու, ոչ մի բան, կիսելու բան չկար, մանանան թափվում էր, եւ ով ինչքան ուզեր հավաքում էր, ոչ մի բան չունեն կիսելու, բայց որակ չունեն, բայց քանի որ որակ չունեն, իրար դեմ էին։ Ահա թե որն է որակը։ Որակը նա է, որ դու իմ մեջքն ես, ես քո աչքերը։ Այսի որակը։ Եվ Պողոս Առաքյալն ասում է, եթե ամբողջ մարմինը աչք կլինի, կամ ականջ, կամ երբ է աչքը հպարտանում, որ ես աչք եմ, բաբշե, ես քաջալերում եմ, որ ուշադրություն դարձնենք այն բաների վրա, որ ոչ ոք չի տեսնում։ Փոխարենը մենք զբաղվենք մեր ու Աստծո հարաբերությամբ, մենք զբաղվում ենք, չգիտեմ ումով, լարվում ենք մարդկանց դեմ։ Պարապ ժամանակ նստած ես, քեզ գալիս է մեկի նկատմամբ միտք, մի քողարկի իրան, այդ նորմալ չի, որ գա, ես էլ ձեզ ասում եմ, հնարավոր է, որ չգա, հնարավոր է, դա մեր ձեռն է, ոնց, երբ որ դու Աստծո առջև ուղիղ ես, դուռը չես փակում, որ չերևաս, այլ բացում ես, որտև ինքը քեզ գիտի, եւ ասում ես, Տեր, ես ուզում եմ փոխվեմ, ես ուզում եմ փոխվեմ, եւ դրանից ոչ թե դու ես ինձ կոնտրոլանում, որ ես փոխվեմ, այլ դու ես քեզ բերում Տիրոջ ձեռքերի մեջ, այ դու երբ որ թույլ տաս Աստծո հոգին ներս գա, եւ ուղղակի հասկանաս, որ հա էլի փաստորեն, այդ իմ փոքրուց գալիս է, ուզում եմ միշտ առաջինը լինեի, հովատ բան չի, որ ուզում ես առաջին լինես, որ առաջին չի սուքա, բայց էսի որ զարգանա, էսի կչարանա մարդու նկատմամբ, եւ կնախանձի, որ խի բախի, դու քո մասին մտածի, դու մտածի խի քո մոտ չի ստացվում, այդ է օգուտը, բայց խի իր մոտ ստացվեց, այդ քեզ օգուտ չի, հա եթե ուսումնասիրեր ինչով ինքը կարացավ, ոչ թե նախանձես, այլ իր առավելությունը կարանաս բաղդատես, դարձնես կետեր եւ սկսես քո թերի մասերի փոխարեն դրանք դնել, որ պակասա, դու կդառնաս, որտեվ Աստծո խոսքը ասում է գնալով, գալով կտեսնեն, կզարգանան իրանց բանականության մեջ եւ իմ խոսքը ավելի լավ կհասկանան։ Ուրեմն երբ որ չկա դժվար ժամանակներ, կա փոխվելու մեծ առավելություն։ Պետք է օգտագործել այն ժամանակաշրջանը, որ կա։ Այսօրվա խոսքին պիտի ասենք, լսեք, խոսքը անձնավոր է ինքը։ Խոսքի անունը Հիսուս Քրիստոս է։ Դրա համար Տեր Հիսուսը ասեց, որ Սուրբ Հոգին ինձնից կառնի ձեզ կպատմի։ Ինչի՞, որտև Հիսուսի անունը խոսք է։ Չենք կարա պատկերացնել, մինչև վերջ չենք կարա այդ պատկերացնել, որտև մեր խոսքը անձնավոր չի, մեզնից է ելնում, բայց Աստվածաշնչում ասվում է, որ խոսքով եղավ ամենը, եւ խոսքի անունը Քրիստոս էր։ Եվ Սուրբ Հոգին ինքը իրանից չի խոսի, որտեղ մենք բան չենք հասկանա։ Մարդկային չի, ինքը բաներ կարա խոսի, որ բան չհասկանանք։ Դրա համար ինքը ասում է ինձանից կառնի ձեզ կասի։ Երբ որ այս խոսքին դու այսօր բանի տեղ դնես եւ վերցնես, սա քո հետ գործ կանի։ Սրան տար այսօր քո տուն։ Սրան է շաբաթ թույլ տուր թող խոսի։ Երբ որ նկատես քո էության մեջ էժան բաներ, մի ամաչի, թույլ տուր, ինքը գիտի է, ինքը գիտի։ Երբ
որ դուք ձեր առօրյայում զգաք ձեզ, որ ոչ էլ նման եք Տիրոջ, մի վախեցեք։ Աստծո հոգին մեզ ընտրել է, կանչել է, որ նմանվենք, իսկ նմանվելը միանգամից չի լինում։ Աչքից գերան չես կարող հանես։ Այդ գերանը պետք է համաշվի դառնա շուղ, որ շուղը հանես։